հատ էլ բարև ձեզ։ Պարոն Ալիխարյան, երեկվա որոշումը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ Նախ արդյոք Վիոլան, երբ որ նման որոշում է կայացրել, քննարկել է կոմիտեի հետ գրաֆիկի փոփոխությունը։ Դուք տեղյակ եք եղել, ինչ հայտարարություն տարածել են։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բա ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ, ինչ որոշում կայացվեց։ Այսինքն այն հիմնավորումները, որ ներկայացրել էր Վիոլան, այդ որոշումը կայացնելիս չունեին հիմքեր, այսինքն պաուստային այդ ջրային ռեսուրսների հետ կապված տվյալները եւ կորուստները, որ իրենք ասում են, դուք չեք տալիս իրանց, որ իրենք որոշում կայացնեն կամ չկայացնեն։ Երկու տարբեր բաների մասին ենք հիմա խոսում։ Տեսեք։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլյան չի խափում։ Վեոլյանն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է, այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մի հատ ավարտեմ, կներեք ավարտեմ։ Չէ, հակասություն ասեք։ Կարելի է ավարտեմ։ Հա, պարոն Ղալանքարյան, կարելի է ավարտեմ։ Բայց եթե ճիշտ է կարելի է ասում, ավարտեմ։ Վիոլա ջուրը եթե ճիշտ է ասում, թույլ կտաք ավարտեմ, որ ձեր ասածը միջամտություն է եղել, եթե ճիշտ է մաղթել։ Թույլ կտաք ավարտեմ, շնորհակալություն։ Հիմա նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժոտաժ չի եղել։ Այսինքն ընդամենը 3 հասցե է ավելացել։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Որ հասցեներ։ Մենք հիմա բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործում են, բայց մի բան հստակ է։ Վեոլյան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Մեր խնդիրը Վեոլիայի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այսինքն ժամերի փոփոխություն լինի, ռեժիմների փոփոխություն լինի, տարբեր բնակավայրերում կլինեն տարբեր փոփոխություններ։ Այսինքն մեկ այդ որոշումը կայացվելու է։ Հիմա դուք թույլ տվեք ես ավարտեմ։ Տեսեք, կառավարությունը իր կողմից 3 եւս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու եւ քայլերը ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան։ Նաև մենք այդ պլանները ունեինք։ Հունիսի 7-ից հետո է այդպես լինելու տրամաբանությունը։ Այսպես դες ասեմ, ծրագիր ունենք, որի գաղափարը հղացել են 3 տարի առաջ։ Ու իմ նշանակումից հետո մենք այդ ուղղությամբ շատ ռեալ, կոնկրետ քայլեր ենք արել, հիմա չեմ ուզում հայտարարել, թող լինի կհայտարարենք, փոփոխությունը որն է, տարբերությունը որն է, որ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել Վեոլիային, օգնենք ինքներս մեզ, քաղաքացիներին, ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Ինչ ենք անելու դրա համար։ Ներդրումային ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ նաև ես խոսեցի հանձնաժողովի նիստում, այդ ներդրումային ծրագրերն ենք անելու կապիտալ աշխատանքները, ենթակառուցվածքների արդիականացման, թարմացման, նոր ջրաղբյուրներ ենք բերելու եւ նաև կարգավորումներում անելու ենք որոշակի փոփոխություններ, որոնք բերելու են ռեժիմի փոփոխության։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք կաշխատենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Վեոլիա ջուր ընկերության գործընկերների հետ եւ արդյունքների մասին 18-ից մինչեւ հիմա ինչքան ներդրում է արվել, պարոն Ղալանքարյան։ Շարունակվելու է Վիոլիա ջուրի 17 ժամվա ռեժիմը, որի մասին մենք խոսել էինք։ Մտահոգություն այդ է, այս ամեն ինչը փոփոխություններ եք փորձում անել, ավելի հեշտացնեք մինչեւ ընտրություններից առաջ իրենց ասածով կլինի։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Ես դա ձեզ հավաստիացնում եմ։ Դուք շատ կարևոր բան եք ասում, շատ կարևոր հարց եք տալիս, իսկ միթե անցյալ տարի չի եղել։ Իսկ նախ իհարկե եղել է։ Չէ, ձեր հասցեում կարող է չի եղել։ Ժողովուրդ ջան, եկեք
Եկեք հերթով, նայեք։ Ինչ է տեղի ունենում ամառվա պիկ սեզոնին։ Ջրամատակարարման առումով ինչու Երևանին ջուրը չի բավարարում։ Եկեք Դուք ասեք։ Այդ պարզ հարցերը մենք մեզ տանք, մի քանի պարզ հարց առաջարկեմ, թող մեր քաղաքացիները, մի վարքյան, թող մեր քաղաքացիները իրենց այդ հարցը տան, մենք էլ մեզ այդ հարցը տանք։ Օրինակ, միթե Veolia ընկերության, շահույթ հետապնդող ընկերության շահերից չի բխում ավելի շատ ջուր մատակարարել եւ ունենալ ավելի մեծ հասույթ, ունենալ ավելի մեծ շահույթ։ Իհարկե, մասնավոր ընկերություն է, որի շահերից դա բխում է։ Այսինքն, եթե Veolia-ն ջուր ունենա, ժողովուրդ ջան, այդ ջուրը կմատակարարի։ Թույլ տվեք։ Ես քիչ առաջ դա նշեցի ինչ է անում, ես քիչ առաջ դա նշեցի։ Կորուստները ինչքան են կազմում, պարոն Ղալամքարյան, կոնկրետ ինչքան են կազմում եւ որ ուղղություններով։ Որ ուղղություններով չեմ կարող ասել, միջինացված թիվ կարող եմ ասել, եթե չեմ սխալվում 45%։ Տարեկան 45%։ Հա, բայց տեսեք, ինչ է տեղի ունենում ամառվա ամիսներին։ Դե հարցը տվեցիք, սպասեք պատասխանեմ, էլի։ Ինչ է տեղի ունենում։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Դա մի երևույթ է, որը նաև սրվել է կլիմայական փոփոխությունների հետևանքով։ Մենք այսօր Երևանում ունենք վերջին 5-6 տարվա կտրվածով 24% ջրի նվազում, հենց ջրաղբյուրներում, պատկերացրեցիք, չէ՞։ Միևնույն ժամանակ, սպասեք ավարտեմ, միևնույն ժամանակ ինչ ունենք Երևանում։ Երևանում ունենք նոր տնտեսվարողներ, տնտեսությունը աճում է, նոր տնտեսվարողներ ունենք կառուցապատման ահռելի բարձր տեմպ, ճիշտ է, ունենք նոր բաժանորդների շատ մեծ քանակ, 600 նոր բաժանորդ ունեցել ենք 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ ունեցել ենք 2025 թվականին։ Ժորժան, բնությունը պիտի հաշվարկի, բնությունը, մենք այդ ջուրը չենք կարող, չէ, հորինել։ Բայց որ շենքեր են կառուցվում, չէ՞ կենթադրում, որ այդ խնդիրը կլիներ։ Ինչու միջև չի ներկայացել։ Այս հիմայից հիմնավորումները դուք ասում միջամտել եք եւ ասում եք Մի վարքյան այս հարցին պատասխանեմ, հա, եթե կարելի է։ Չէ, բայց դուք հիմա թվարկում եք մի բան, որը Veolia-ն ներկայացրել է, բայց դուք միջամտել եք, որ դա չիրականացվի։ Հիմա ստացվում է խնդիր է ստեղծվել, կառավարությունը հերոսաբար նախընտրական շրջանում փորձում է խնդրին լուծում տա։ Լավ, եկեք մի հատ ձեր հարցը մի պաուզայի վրա դնենք։ Տեսեք, ես ասում եմ ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք որ հայտարարեց Veolia-ն։ Լինելու են ավելի լավարկված, բարելաված ռեժիմներով։ 2 շաբաթ մեզ ժամանակ տվեք, մենք դա կապահովենք։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։ Շաբաթը չէր կարող լինել մինչև Veolia-ի հայտը։ Նախապես ինչի չէիք քննարկել, հայտարարեցիք, հետո ասացին մենք կարող ենք հայտարարել, մենք չենք հայտարարել։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք հնչած։ Այսինքն կառավարության հետ չի քննարկվել, դա է խնդիրը։ Դուք հիմա եկել եք ներկայացնում եք պարոն Ղալամքարյան մի բան, որը նախապես պիտի իմանայիք, հիմա եկել եք ասում եք կառավարությունը լավ բան արել, միջամտել է, որ լավարկվի դա, բայց իրականում այդպես չպիտի լիներ։ Վերջացրեցիք։ Վերջացրեցի, բայց ձեր պատասխանել չի գոհ։ Հիմա ինչ վերաբերում է տնտեսմանը։ Ես նշեցի հանձնաժողովի քննարկման ընթացքում Veolia-ն համաձայն իր վարձակալության պայմանագրի, մենք չենք գրել այդ պայմանագրերը, ժողովուրդ ջան, 15, 16, 17 թվականներին են գրվել։ Վերանայվում են, պարոն Ղալամքարյան։ Թույլ տվեք ավարտեմ։ Այ հենց վերանայել ենք, հենց հիմա դրա մասին եմ խոսում։ Համաձայն պայմանագրի Veolia-ն ունեցել է պարտավորություն, տարեկան սկսել է 1.5 միլիարդ, 1.7 միլիարդ, 2 միլիարդ, 2.5 միլիարդ, մինչև 3 միլիարդ ներդրում անելու տարեկան։ Բայց մենք հասկանում ենք, չէ, որ մեր մաշված ենթակառուցվածքների պայմաններում դրանք կաթիլ էլ չեն, կաթիլի կեսի կես են Հայաստանում։ Հիմա ինչ արեց կառավարությունը 2024-25 թվականներին։ Որոշում կայացվեց, որ այն գումարները, որոնք Veolia-ն վճարում է կառավարությանը, կառավարությունը վերադարձնում է Veolia-ին պայմանով, որ դրանք պիտի ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Եվ ի հավելումն այդ գումարների կառավարությունը իր կողմից նաև լրացուցիչ գումարներ, մոտավորապես նույն չափի գումարներ ուղղում են նորից ենթակառուցվածքների։ Այս պահին ջրային կոմիտեի, հենց ջրային կոմիտեի իրականացմամբ մենք ունենք 13 ենթածրագիր Հայաստանում, որից 3-ը մարզերում, 10-ը Երևանում։ Եվ Veolia-ի իրականացմամբ ունենք ծրագրեր էլի մարզերում եւ Երևանում։
Ես նշեցի, արդյունքում մենք 2 տարվա ընթացքում 22 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ ենք իրականացնելու եւ դրանց շնորհիվ, դրանց արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լիտր վարկյան խնայված։ Որպեսզի պատկերացնեք, մոտավորապես 70 լիտր վարկյանը դա 1 ժամ ջրամատակարարում է ամբողջ Երևանի համար։ Իսկ կասեք 18-ից մինչև այս պահը ինչքան ներդրում է իրականացվել, ինչքան ներդրում է արել։ Ունեմ թիվը, հիմա փորձեմ հիշել, մոտավորապես 200 միլիոն եվրոյի վճարում է արել Veolia-ն, որից հիմա ասեմ, մոտավորապես մի 15 միլիարդ դրամի ներդրում է արել, որպեսզի թիվը չսխալվեմ, հետո որ զանգեք մենք հստակ թիվը կասենք, բայց մոտավորապես այդ կարգի գումար է։